Պողոս առաքյալն ասում է, մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել։ Եվ Սուրբ Հոգին անմռունչ հեծեցանքներով բարեխոսում է մեզ համար։ Երբ որ մենք աղոթում ենք, մենք չենք էլ հասկանում, թե ինչպես պետք է աղոթել, բայց մեր ներսից Սուրբ Հոգին անմռունչ հեծեցանքներ է անում և գործակից է լինում մեր աղոթքին։ Ինչ է ուզում ասել Պողոս առաքյալը այս խոսքերով, ուզում է ասել, որ մենք սկիզբը պետք է դնենք մեր աղոթքի, բայց ընթացքը ապահովում է Սուրբ Հոգին։ Ինքն է մեր մեջ զարգացնում, ինքն է ցանկություն դնում, ինքն է փափագը դնում, բայց մենք պիտի գործակից լինենք։ Այսինքն մենք պետք է վճռականություն ունենք, որոշում կայացնենք, կամք ցուցաբերենք և դրանից հետո հանձնենք Սուրբ Հոգին։ Ժողովուրդ մի լավ խոսք ունի, ասում է, գործը քշես կգնա, չէ՞, այսպիսի խոսք կա։ Այսինքն բարի գործը դու պիտի սկիզբ դնես և պետք է ընթացքում ոչ թե խանգարել ես, այլ օգնես Սուրբ Հոգուն։ Կլինի բարի գործը, կլինի աշխատանքը, կլինի աղոթքը, բայց երբ ենք մենք կարողանում Սուրբ Հոգուն գործակից լինել, երբ որ զգում ենք Սուրբ Հոգու ներկայությունը, երբ որ ապրում ենք այն, երբ որ աղոթքի հոգին մեզ առաջնորդում է, և երբ որ ես ասում եմ աղոթքի անբաժանելի մասն է նաև բարի գործերը, առօրեական մեր կյանքը։ Այսինքն ամենուրեք մեր կյանքում Սուրբ Հոգու շնորհը ներկա է։ Մենք ուղղակի պետք է Սուրբ Հոգով առաջնորդվենք, զգանք Տիրոջ ներկայությունը մեր մեջ։ Ինչպես պետք է զգանք, առանձնական աղոթքով։ Առավոտ արթնացանք, աղոթքի նպատակն ինչ է, առավոտյան աղոթքի, որ ցանկալի է, որ երկարաշունչ լինի, կես ժամ, մի ժամ, եթե հնարավոր է, որպեսզի մեր միտքը մաքրվի, մեր հոգին խաղաղվի և մենք Սուրբ Հոգու շնորհը զգանք։ Երբ զգանք մեր մեջ Սուրբ Հոգու շնորհը, ամբողջ օրվա ընթացքում պետք է պահենք այդ շնորհը, և ինքը մեզ կառաջնորդի։ Եվ այն ժամանակ Պողոս առաքյալի խոսքը իրականություն կդառնա, ասում է, մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Սուրբ Հոգին անմռունչ հեծեցանքներով բարեխոսում է մեզ համար։ Ուրեմն Սուրբ Հոգին անբաժանելի է, որտեղ մենք ասում ենք դրոշ մկրտություն նշանակում է անքակտելի, անբաժանելի, կնիք է քրիստոնյանի վրա, Սուրբ մկրտությամբ է դրոշով իջնում և երբեք չի հեռանում, չի դուրս գալիս մարդու միջից։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է ավետարանի խոսքը մեկնելով, որ ահեղ դատաստանի ժամանակ մեղավորները կպատրվեն մեջտեղից։ Պատրվել, այսինքն Սուրբ Հոգու շնորհը կվերցվի իրենցից, բայց ահեղ դատաստանի ժամանակ։ Բայց մինչև այդ Սուրբ Հոգու շնորհը անբաժանելիորեն մնում է քրիստոնյայի մեջ։ Հնարավոր է մի քիչ թուլանա, տկարանա, բայց երբ որ մաքրվում է, քրիստոնյան աղոթքով, զղջումով, խոստովանությամբ կրկին սկսում է ավելի ջերմեռանդորեն գործել քրիստոնյայի մեջ Սուրբ Հոգու շնորհը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, պատկերացրեք որևէ կաթսա դրած է կրակի վրա և եփվում է։ Ասում է, քանի եռ կա մեջը, ասում է, որևէ ճանճ, միջատ չի կարող մտնել մեջ, որտեղ եռ կա մեջը։ Բայց հենց որ հանգեց կրակը, ինչ կեղտ, ինչ փոշի, ինչ միջատ ասես նստում է վրա։ Այդպես էլ մեր Սուրբ Հոգու կրակը մեր մեջ պիտի վառ պահենք, մեր հոգու կաթսան պետք է միշտ գոնե թույլ վիճակում եռա։ Այն որ ասում են, եռը ընկավ մեջը, թուլացրու կրակը։ Բայց պիտի եռը ընկնի մեջ, չէ։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է ջերմեռանդորեն աղոթենք, որ Սուրբ Հոգու կրակի եռը մեր մեջ ընկնի։ Երբ որ եռը ընկավ մեջը, շատ որ եռած չես կարող, չէ։ Թուլացնում ես կրակը, դնում ես կրակը մարմանդ։ Ինչու՞, որպեսզի միշտ տաք լինի, այսի սա ավելի ապահով է։ Երբ որ անգամ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը մի աղոթք ունի,
ասում է Տեր Հիսուս Քրիստոս, դադարեցու ինձ քո սիրո հորձանքը, որտեղ չեմ դիմանում, ասում է սիրտս, երիկամներս այրվում են։ Պատկերացնում եք 13 տարի խոր վիրապում գտնվելով Սուրբ Գրիգոր Լուսավորչը ինչ Սուրբ Հոգու շնորհների առատ հեղում ուներ իր վրա եւ այնքան ուժեղ էր այդ կրակը Աստվածային Սուրբ Հոգու, որ այրվում էր մեր Սուրբ Հայրապետը եւ չէր դիմանում, ասում էր դադարեցու, չեմ ուզում։ Անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետն էր ասում էր կրակը եռնենք էլա թուլացնենք։ Այսինքն դանդաղ է, երկար է, բայց արագը փութկոտը կարճ է, երկար չի տևում։ Ուրեմն մենք պետք է այդ եռը գցենք մեր մեջ Սուրբ Հոգու կրակի շնորհի, հետո թույլ դիրքի վրա դնենք, որպես երկար այդ խաղ հանգիստ իրավիճակը, ջերմությունը Սուրբ Հոգու կրակի մենք զգանք։ Եվ կյանքում էլ նույնն է, մենք իրականում թվում է թե մենք մեզանով ինչ-որ մի բան կարող ենք անել, չէ, մենք մնում զգանք Սուրբ Հոգու ներկայությունը, այսինքն սկիզբը մերն է, ընթացքը Սուրբ Հոգին։ Մենք աղոթում ենք, չգիտենք թե ինչպես պետք է աղոթել, բայց դու աղոթես, որ իմանաս ինչպես պետք է աղոթես, եթե չես աղոթում, ինչպես իմանաս ինչպես պետք է աղոթել։ Դու աղոթի, սկիզբը դիր, Սուրբ Հոգին քեզ համար անմռուն չեցեցանքներով կբարոխասի։ Քո աղոթքը, քո բարի գործերը, քո կյանքի քրիստոնեական ընթացքը կառաջնորդի, կապահովի եւ կհասցնի հավիտենական կյանքի։ Ամեն։